Ընկերներ, սկսում ենք մեր ներդրողի առաջի քայլերը, իսկ առաջի քայլով սկսում ենք ընտրել ճիշտ բորսա։ Նպատակը, առաջադրանքը սովորել ընտրել առևտրի համար բորսա։ Ինչի համար, իմանալ թե ինչ է բորսան, ծանոթանալ առհասարակ բորսաների ընտրության չափանիշներին։ Բորսան, ընկերներ, դա վայր է, որտեղ կարելի է գնել, վաճառել կամ պահել կրիպտո արժույթ։ Ինչպիսի հատկանիշների պետք է դարձնել ուշադրություն, ինչ չափորոշիչների պետք է հետևել։ Առաջինը, ընկերներ, դա լիկվիդայնությունն է։ Ինչ է լիկվիդայնությունը? Դա գնման եւ վաճառքի արագությունն է, թե ինչքան արագ դուք կարող եք ձեռք բերել կրիպտո արժույթ եւ ինչքան արագ դուք կարող եք վաճառել ձեր ձեռք բերած կրիպտո արժույթը։ Որքան բարձր է միջին օրական առևտրի ծավալը, այնքան լավ։ Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել նաև այն բորսաներին, որոնց միջին օրական առևտրային ծավալը գերազանցում է 1 միլիարդ դոլարը։ Եթե 1 միլիարդ դոլարից պակաս է միջին առևտրի օրական ծավալը, դա արդեն ընտրել նմանատիպ բիրժա խորհուրդ չի տրվում։ Հաջորդ քայլով, ընկերներ, պետք է ընտրել առևտրի համար հասանելի կրիպտոարժույթներ ունեցող մեծ քանակի կրիպտոարժույթներ ունեցող բիրժաներ։ Մեր Bybit, Binance, HTX բիրժաներում միջին հաշվարկով կա 500-ից ավելի կրիպտոարժույթներ, որոնք կարելի է գնել եւ վաճառել։ Դրա համար համարվում են շատ լավ բիրժաներ։ Հաջորդը, ընկերներ, բորսայի գործունեության տևողությունն է։ Եթե բիրժան գործում է նոր հիմնադրված է, նոր է ստեղծված, խորհուրդ չի տրվում ընտրել նմանատիպ բիրժաներ։ 1 տարուց պակաս առաջ ստեղծված բիրժաները խորհուրդ չտրվող բիրժաներ են։ Պետք է նայեք, որպեսզի նրանք ստեղծված լինեն վաղուց։ Ընտրում ենք ստուգված բորսաները, որոնք ստեղծվել են առնվազն 3 տարի եւ ավել առաջ։ Հաջորդը հարմար ինտերֆեյսն է։ Հարմար ինտերֆեյս, այսինքն հարմար գործիքակազմ, վիզուալի համար հարմար տարբերակով։ Խորհուրդ տրվող բիրժաները ամենահարմարն եմ համարում ինտերֆեյսի տեսանկյունից։ Հաջորդ մոտեցումը դա բանկային քարտով մուտքագրման եւ ելքագրման հնարավորությունն է։ Եթե բիրժան թույլ է տալիս բանկային քարտով մուտքագրել գումար, համալրել ձեր բիրժան եւ հետո ձեր վաստակածը իհարկե կանխիկացնել նույն քարտի վրա, դա համարվում է լավ ազդանշան, լավ բիրժայի ազդանշան, ընկերներ։ Քարտերը այսօր ակտուալ են խոշոր բիրժաներում։ Հաջորդը, ընկերներ, տարածաշրջանային սահմանափակումներն են կամ բիրժաներ, որոնք ունեն տարածաշրջանային սահմանափակումներ։ Նայենք Bybit բիրժային, ընկերներ, լիկվիդայնությունը ավելի քան 4 միլիարդ դոլար է օրական, ավելի քան 4 միլիարդ դոլար շրջանառություն է տեղի ունենում օրական Bybit բիրժայում։ Կրիպտոարժույթների քանակը ավելի քան 1305 օրական ավելանում են այս կրիպտոարժույթները եւ ավելի շատ առևտրային զույգերի վրա կարելի է անել գործարքներ։ Տարածաշրջանային սահմանափակումներ Bybit բիրժան չունի։ Հաջորդը Binance-ն է, ընկերներ, լիկվիդայնությունը 20 միլիարդ դոլար, օրական ավելի քան 20 միլիարդ դոլար առևտրաշրջանառություն է անում Binance բիրժան։ Կրիպտոարժույթների քանակը ավելի քան 590-ն է, տարածաշրջանային սահմանափակումներ ունի, Ռուսաստանի Դաշնությունում չի աշխատում։ Հաջորդը, ընկերներ, HTX բիրժայի մասին է խոսքը, լիկվիդայնությունը 3.5 միլիարդ դոլարի է հասնում, կրիպտոարժույթների քանակը ավելի քան 965, տարածաշրջանային սահմանափակումներ չկան, ընկերներ։ Եվ եկեք ամփոփենք մեր այսօրվա տեսանյութը, ինչ իմացանք, թե ինչ է բորսան, իմացանք, թե ինչպես կարելի է ճիշտ բորսա ընտրել օգտագործելով համապատասխան չափանիշները։ Հիմա ասում եմ առայժմ կհանդիպենք հաջորդ տեսահոլովակի շրջանակներում։